Սիրով ողջունում եմ ձեզ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Ուրեմն այսօր ուզում եմ միասին պատրաստենք շատ համեղ փափլիկ շոկոլադե տորտ։ Ուրեմն շատ հեշտ պատրաստվող հասարակ բաղադրիչներից տորտ է, որի համար մեզ պետք կգա 4 խոշոր ձու, եթե խոշոր չի, կարող եք 5-ը վերցնել։ Ձվի վրա անմիջապես կավելացնենք շաքարավազ։ Բաղադրիչների բոլոր հստակ չափաբաժինները գրված է տեսանյութի ներքևի հատվածում։ Դիպչեք հիշո բառի, կբացվի ամենը։ Լավ հարեցինք, ստացանք փքուն զանգված, այսպես է պետք։ Այստեղ ունեմ կես լիտր մածուն, 500 գրամ։ Վրան ավելացնում եմ սոդա, այս չափաբաժնի համար վերցնում այսպիսի լավ բլրակով 1 թեյի գթալ սոդա։ Կարող եք օգտագործել փխրեցուցիչ դեպքում 2 թեյի գթալ կավելացնեք անմիջապես ալյուրի հետ։ Ես սոդա եմ օգտագործել, լցնում եմ մածունի վրա, ի դեպ կարող եք օգտագործել նաև կեֆիր։ Այս խմորեղենի համար խորհուրդ չէի տա ավելացնել թթվասեր, քանի որ թթվասերը մի քիչ ավելի խիտ կառուցվածք է տալիս խմորին։ Իսկ մածունը կամ կեֆիրը խոնավ։ Փրփրեց, ավելացնում եմ ամբողջը։ Անմիջապես ավելացնում եմ վանիլին կամ վանիլային շաքարավազ, ձվի կամ կաթնամթերքի հոտը չեզոքացնելու նպատակով։ Եվ ավելացնում ենք կակաո։ Իմ դեպքում 3 ճաշի գթալ, կարող եք 4 ավելացնել, աղելու եմ պարտադիր։ Ասեք կակաոն ավելացնում եմ ալյուրից առաջ, որպեսզի ալյուրը ավելացնելուց նախատության առումով չսխալվենք։ Սա մեկ, ավելացնում եմ նաև սովորական կամ խաղի բուսայուղ, ինչպես ինձ մոտ։ Մեզ մնում է ավելացնել ալյուրը, որը ինձ մոտ նախապես մաղաց է, բարձր կարգի ալյուր եմ օգտագործում սիրելիներ։ Երկրորդ բաժակն եմ ավելացնում, իմ բաժակի մեջ տեղավորվում է ուղիղ 160 գրամ ալյուր։ Եվ երրորդ բաժակը։ Վերջ։ Մեր հրաշք խմորը պատրաստ է, ինքան համեղ է բուրում։ Իդեպ ցանկալի է այս տեսակ խմորի մեջ ավելացնել հենց բուսայուղ եւ ոչ կարագ, քանի որ բուսայուղն էլ իր հերթին ավելի մուգ գույն է տալիս խմորին, այս տեսակ կակաոյով խմորներին համել ավելի նուրբ ու թեթև, այսպես խոնավ խմոր ենք ստանում։ Տեսեք հիմա ինչ կառուցվածք ունենք։ Կարծես գթալի վրա խմորը ծանր է, այնպես չի որ թեթև է, բայց որ լցնում եմ, այսպես ծորում է եւ բուրգը արագ կորում է։ Շատ ջրիկ չէ, բայց պինդել չէ։ Այստեղ ունեմ 2 ձևաման, սիրելիներս, 30-ը 40-ի վրա, որոնց մեջ փռել եմ յուղաթորտ։ Պարտադիր։ Ու խմորը հիմա աչքաչափով կկիսեմ 2 հավասար մասերի։ Այնտեղ արդեն ջեռոցը լավ տաքացել է 30 րոպեների ընթացքում 180 աստիճանի տակ։ Ներքևից մեջտեղի հատվածում կոնվեկցիայով այս խմորները պետք չէ թխել։ Քամի է անում կոնվեկցիա եւ երեսից կեղևա պատվում է ու արագ կարմրում է։ Այդ դեպքում արդեն մեջից խմորը լավ չի թխվում ու լավ չի բարձրանում։ Այդ պատճառով կոնվեկցիան հարկավոր չէ։ Վերջ 22 րոպե իմ ջեռոցում։ Մինչ շերտերը կսառեն, մենք կպատրաստենք կրեմը, որի համար մեզ հարկավոր է 200 գրամ սենյակային ջերմաստիճանի կարագ։ Պետք կգա նաև եփած խտացած կաթ,
վերցրեք լավը, համեղը, որպեսզի խմորեղենն էլ ստացվի շատ համեղ, ինչպես նաև վանիլին, որը կավելացնեմ անմիջապես կարագի վրա, պետք է գա նաև սովորական կակաո սիրելիներս, հիմա նախապես կարագը հարում եք, որպեսզի այն ճերմակի, մոտ 3 րոպե։ Շատ լավ, հիմա մաս-մաս կավելացնեմ խտացրած կաթը մոտ 3 մոտեցումով, ամբողջը անմիջապես չի կարելի ավելացնել, քանի որ կրեմը ջրիկ է ստացվելու այդ դեպքում, ամեն խտացրած կաթի ամեն ավելացումը կհարեմ մոտավորապես 1 րոպե։ Շատ բարի, կրեմն ունի այսպիսի կայուն տեսք, հիմա սա ցանկության է իհարկե, եթե ցանկանում եք ավելացնում եք կամ կոնյակ կամ լիկյոր, ինչ որ կնախընտրեք, դա էլ կլինի, պարզապես կոնյակով պատրաստված կրեմները այսպիսի շոկոլադային շերտերի հետ շատ լավ համադրվում, և նաև ավելացնում եմ 1 ճաշի գթա կակաո, արագ հարում եմ և վերջ, կրեմը պատրաստ է։ Այս ընթացքում սառեցին խմորի շերտերը և ես ուզում եմ նրանց այնպես հավասարացնել, որպեսզի ստանամ 3-րդ նաև շերտը, տեսեք ինչքան փափուկ լավ շերտ ենք ստացել, ինչ լավ պոկվում է թղթից։ Շերտ կրեմ կդասավորենք։ Պատրաստեմ ջնարակը, սա էլ ըստ ցանկության կարող եք չպատրաստել և զարդարել ցանկացած տարբերակով, պարզապես ջնարակով ավելի համեղ կստացվի, ավելի շոկոլադային կստացվի։ Այստեղ փոքրիկ կաթսայի մեջ ունեմ 6 ճաշի գթալ կաթ, կարող եք փոխարինել ջրով, ինչպես նաև 170-ից 100 գրամ շաքարավազ և 2 ճաշի գթալ կակաո, այսպես բլրակով։ Սա լավ խառնում եմ և ուղարկում եմ կրակի վրա, դնում եմ ցածր կրակի վրա և եփում եմ մինչև որ տեսնեմ պղպջակներ են լինում խոշոր, վերցնում եմ և ավելացնում եմ 1 ճաշի գթալ բուսայուղ, անընդհատ խառնում եմ, որպեսզի տակը չկպչի։ Այս սրա մասին էր խոսքս, հենց այս պահին ավելացնում եմ մի փոքր բուսայուղ կամ կարագ, փայլի համար, անջատում եմ, ուրեմն ջնարակը լավ սառել է և ունի այսպիսի կայուն, տեսեք, կարծես հալած շոկոլադային է, հիմա զգուշորեն ավելացնում եմ խմորեղենի վրա, այսպես մեջտեղից, ուղղեմ, որպեսզի ամբողջը հավասար տարածի, բայց այնպես, որ կրեմին չխառնվի ջնարակը։ Այսպիսի գեղեցկություն, տեսեք ինչքան փայլուն ջնարակ է և իդեպ մոռացել էի սկզբում ասեի, որ տորթը կոչվում է սև ծով։ Ես մոտ 2 ժամ հասցրել եմ պահել սառնարանում, որպեսզի այս ամենը սառի և հնարավոր լինի գեղեցիկ կտրվածք ստանալ։ Դե հիմա տեսնենք, որոշել եմ քառակուսի կտորներ ստանալ այս անգամ, սակայն դուք կարող եք ցանկացած կտորների վերածել, ես
թաց կտորով սրբում եմ ամեն կտրելուց հետո, որպեսզի լազուրը նույն ինքը ջնարակը մաքուր մնա։ Եսեք ինչքան ախորժելի տեսք ունի մեր խմորեղենը։ Այսպիսի շքեղ ափսե ստացանք սիրելիներս հաշված րոպեների ընթացքում։ Միշտ տորտ պատրաստելու համար այն որ մոտիվացիա է, չէ՞, պետք որ հելնես ու պատրաստես մի համեղ մի բան։ Այսօր իմ մոտ հենց այդ մոտիվացիան էր, վաղուց չէի պատրաստել։ Ու ասեմ, որ շատ եմ սիրում հենց ջնարակով խմորեղեն։ Դե մի հատ փորձեմ, ասեմ ձեզ ինչպիսին է իմ խմորեղենը։ Թեպետ արդեն հասցրել ենք կողքերից փորձել, բայց պարտադիր ձեզ էլ պետք է ցուցադրեմ, որպեսզի ամեն բան պարզ լինի։ Ուրեմն ասեմ հալչում է բերանում, կարելի ասել ոչինչ չեմ ասի, տեսեք, առանց որևիցե մի բանի կհասկանաք, թե ինչքան փափուկ խմորեղեն է, տեսեք։ Հասկացաք, չէ սիրելիներս, այսպիսին է, այն որ խոնավ կառուցվածք ունի, այն որ ոչինչով չենք թրջել ու ընտիր, տեսեք։ Իրոք արժի պատրաստել։ Շատ փափուկ է։ Ինչքան գեղեցիկ է նայվում ելակի հետ մեկտեղ այս շոկոլադե, չգիտեմ, որմունքը։ Իրոք արժի պատրաստել եւ վայելել։ Այսքանը սիրելիներս, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք եւ որ այդքան դրական եք։ Մինչ նոր շատ ու շատ համեղ հանդիպումներ։ Շատ համով։